Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, եւ այսպիսով կարող ենք ասել, որ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի խնդիրը հանգուցալուծվեց, Գյումրիում քաղաքապետ ընտրվեց ապրիլի 16-ին, Վարդան Ղուկասյանն է ըստ օրենքի 4 տարի ժամկետով կառավարելու Գյումրին։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ, որ ակնհայտ է Վարդան Ղուկասյանն ընտրվեց։ Հանգուցալուծվեց խնդիրը թե ոչ, կարծում եմ ոչ։ Եվ վստահ չեմ, որ նա կղեկավարի քաղաքը 4 տարի, որովհետև այս ամենը իրականացվեց շատ բարդ, խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա եւ անմասը չի կարող լինել։ Թվում է եւ գյումրեցիներին էլ էր թվում, ինչ գործ ունենք մենք լենագանցիկ այս ձեր խառը քշտիկ բաների հետ։ Ոչ։ Երև Հայաստանի երկրորդ քաղաքը անցնում է ռուսական ուժերի ձեռքը եւ սա շատ ուժեղ հարված է Հայաստանի համբավին, դա նկատ չի անցնի ու արդեն չի անցել, երկու կողմերն էլ եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը դա օգտագործել են, այն որ դա հասկանում են բոլորը, դրա ապացույցն է ձեր հարցին այսօր տրված պատասխանը միութենական պետությանը միանալու վերաբերյալ։ Իհարկե դա մի քիչ ծիծաղելի ու զավեշտալի է, որովհետև նման հարցերը կարծեմ չեմ մտնում Գյումրվա քաղաքապետի լիազորությունների մեջ, բայց այն, որ նա հանդգնում է, հավակնում է նման հարցերին պատասխանել, ընդունել այդ հարցերը եւ կարծիք հայտնել, այն էլ ինչ կարծիք, սա շատ բան է ասում։ Սա շատ բան է ասում այն մասին, ինչին ենք մենք հասել, որտեղ ենք մենք հայտնվել 2025 թվականին, սա շատ բան է ասում նրա մասին, սա շատ բան է ասում նրանց մասին, ովքեր թույլ տվեցին նրան մասնակցել ընտրություններին եւ իհարկե նրանց մասին, ովքեր ընտրել են այդ մարդուն։ Ես կարծում եմ, որ այս ամենը ուղիղ կապված է նաեւ նույն օրը խայտառակ բանավեճի հետ, որը տեղի է ունենում Եվրամիության եւ Հայաստանի իշխանությունների հետ։ Անդրադառնանք դրա հետ կապված ունեմ բազմաթիվ հարցեր մշակած, այն որ Վարդան Ղուկասյանը տենչում է Լուկաշենկոյի օրինակով, Բելարուսի օրինակով Հայաստանը տեսնել միութենական Ռուսաստանի հետ միութենական պետության կազմի մեջ, դա ինչ է նշանակում, դա ինչի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքի հաստատի ղեկավարը բացահայտ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ անպատիժ հայտարարում է հրապարակայնորեն, որ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը կարող է չլինել, կարող է զոհաբերվել Ռուսաստանին եւ մենք նաեւ գիտենք, որ նա միայնակ չէ այդ իր համոզմունքի մեջ։ Կուսակցություններ կան, գործիչներ կան, շարժումներ, ուժեր, որոնք կամ ասում են դա, կամ չեն ասում, բայց մտածում են այդպես։ Այդպես որ սա շատ լուրջ է։ Սա զավեշտալի է, բայց մեր ժամանակներում սա արդեն կատակ չէ։ Ինչու է հենց Լուկաշենկոն։ Ես ուզում եի նաև ավելացնել, որ իրավական տեսակետից սա անցանք է։ Թեև ես դատավոր ու դատախազ չեմ, բայց որպես քաղաքացի ես համարում եմ, որ սա
Հայաստանի սահմանադրության դեմ հրապարակային ոտնձգություն է։ Կներեք, որ ընդհատեցի ձեզ, հիմա լսում եմ ինչ եք ասնում։ Ինչու է Լուկաշենկոն Վարդան Ղուկասյանի համար օրինակելի։ Դե, տեսեք, այդ դաշտում կան ոչ պակաս հայտնի մարդիկ, ովքեր իրենց դոմեյնում, իրենց կալվածքներում հյուրընկալում են Բելարուսի դեսպանատունը և սեփական Rolls-Royce-ների վրա բելարուսական դիվանագիտական համարներ են դնում և ֆրֆռում են Հայաստանով, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է։ Այդպես որ Լուկաշենկոն որպես կոլխոզի նախագահ և բռնապետ օրինակ է այդ մարդկանց համար, թե ինչպես կարելի էր գործել Հայաստանում, ինչպես կարելի է երկրից վտարել ազգաբնակչության զգալի մասը, մնացած անհամաձայն մասի հետ վարվել միանգամայն խիստ, ծեծել, սպանել, ձերբակալել, բռնաբարել, այդ ամենը արել էր Լուկաշենկոն և այդ ամենը ցանկացած պահին կարող են անել այս մարդիկ, իրենք դա չեն թաքցնում, իրենք սպասում են իրենց ժամին և ահա ինչու այս 5-6 տարիներում հայ ժողովուրդը միգուցե դա չի արտաբերում, բայց զգում է և ահա ինչու նորից ու նորից բռնվում է Նիկոլ Փաշինյանից, ով գոնը նման բաներ չի անում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի համար սա մի կողմից ապտակ է, մարտահրավեր, մյուս կողմից նվեր է։ Նա ապացուցեց, որ ահա չընտրեք մեզ, կստանաք այս են բաներ։ Եվ երբ որ ես ասում եմ, որ հարցը չի հանգուցալուծվել, ես նկատի ունեմ, որ ակնհայտ է։ Հիմա Երևանը պայքարելու է Գյումրվա հետ ու նկատի առնելով մեր գերկենտրոնացված համակարգը և ֆինանսական կախվածությունը, շրջանների կախվածությունը կենտրոնից, կարելի է ենթադրել, որ լինելու է ֆինանսական սաբոտաժ։ Իրենք իհարկե Վարդան Ղուկասյանին հեշտ կյանք չեն խոստանում և չեն ապահովի։ Պես որ խեղճ Գյումրի տուժելու են մարդիկ, որոնք զրկվելու են այն հնարավորություններից, որոնք կարող են լինել այլ պայմաններում։ Իսկ Վարդանը Ղուկասյան և նրա հովանավորները ասել են, այ դուք սաբոտաժ եք ենթարկում այդ ամենը, ինչը ճիշտ է լինելու, այ եթե մենք դուք չլինեք, չխանգարեք, մենք ես կանենք, Բայկոնուր կսարքենք, ռազմաբազա կստեղծենք ողջ Հայաստանով մեկ, բոլորդ հացթուղ և դերձակ կլինեք այդ բազայի համար, աշխատատեղեր կստեղծենք, սա է իրենց պարզ ծրագիրը։ Մենք հայտնվեցինք 2005 թվականին, 25 թվականի փոխարեն, մենք 20 տարի կորցրեցինք այս 24 ժամվա ընթացքում։ Գյումրին հայտնվեց 2005 թվականին հիմա։ Բայց Վարդան Ղուկասյանն ասում է, չեք տեսնում Լուկաշենկոն ոնց է նստում, մենք էլ պետք է այդպիսի ղեկավար ունենանք։ Դե հա, դա էլ ասում եմ։ Իրենց սա շատ դուր է գալիս։ Բռնություն, բռնապետություն, դա այն է, ինչ իրենց ուղղությունն է, դա այն է, ինչին իրենք սովոր են, դա այն է, ինչին իրենք ձգտում են։ Խոսքը ժողովրդավարության մասին չէ բոլորովին։ Լուկաշենկոն շատ հմուտ, դեռ Ելցինից սկսած օգտվում էր արևմուտքի և արևելքի, Ռուսաստանի և Եվրամիության հակասություններից և մեկ նրանից էր փող վերցնում, մեկ դրանից։ Հայաստանը չունի այդ
հնարավորությունը աշխարհակաղակական եւ աշխարհագրական պատճառներով։ Բացի դա, մեր ժողովուրդը բելարուսների որպես ժողովուրդ չէ։ Ես եղել եմ Բելարուսիայում եւ գիտեմ, որ այն կարգ ու կանոնը, որը տիրում է այնտեղ, հայերի համար մահաբեր է, որովհետեւ դա բռնության, անազատության, վախի մթնոլորտի կարգ ու կանոն է։ Դա Հյուսիսային Կորեայի, իհարկե ոչ այդքան իհարկե սարսափելի, բայց դա շատ վտանգավոր հանգստություն ու հանդարտություն է, դա գերեզմանատան կայունություն է։ Ես գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Կրկնում եմ, եղել եմ Բելարուսում մի քանի անգամ որպես կինոռեժիսոր, որպես կինոփառատոների ժյուրի անդամ, մի քանի շաբաթ ընթացքում, այս տարիների ընթացքում ապրել եմ Մինսկում, այլ տեղերում, այդպես որ սա շատ վտանգավոր է իսկապես։ Եվ Վարդան Ղուկասյանից զատ նաև Քոչարյանն է Հայաստանը պատկերացնում միութենական պետության կազմի մեջ, սա ինչի մասին է խոսում, հա, որ Հայաստանում ձևավորվում են ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանի ինքնիշխանության, սակարկել Հայաստանի ինքնիշխանությունը։ Չէ, իրենք չեն ձևավորվում, իրենք վաղուց ձևավորված են եւ իրենք ձևավորվել են Վրաստանում, օրինակ, եւ եկան իշխանության։ Հայաստանում այդ ուժերը միշտ կային, այլ Վրաստանում վաղուց չկային։ Վրաստանը թոթափեց այդ ամենը իրենից 25-30 տարի առաջ։ Հայաստանում այդ ուժերը ազգային ժողովում են նստած, իրենք ոչ միտեղ չեն անհայտացել։ Եվ Ռուսաստանը շատ լավ գիտի դա, եւ եթե Ռուսաստանը մեծ ջանքերով կարողացավ Վրաստանում հասնել իր ուզածին, եւ հիմա Վրաստանը փաստորեն ռուսական գուբերնիա է, որտեղ ծաղկում է այդ Իվանիշվիլիի միջոցով պուտինիզմը, փափուկ, բայց գնալով խորանում է։ Մեր սերունդը տեսել է Թենգիզ Աբուլաձեի Բերիայի մասին հայտնի ֆիլմը, որը կոչվում է Ապաշխարում։ Վստահ չեմ, որ ձեր սերունդը դա տեսել է, բայց Վրաստանը մոտավորապես 30-ական թվականներից ի վեր նման բան չի տեսել, հիմա տեսնում է։ Իսկ Հայաստանում այդ ամենը չեն անհայտացել, ընդհատվել է պարզապես։ Եվ Նիկոլ Փաշինյանը փաստորեն տվեց ժողովրդին հույսը եւ հետո տարավ այդ հույսը, որովհետեւ նա չկարողացավ պատժել ոչ ոքի։ Նա չկարողացավ արգելել այդ ուժերին ներկա լինել ոչ ազգային ժողովում, ոչ, ինչպես հիմա տեսնում ենք, 23 թվականի սեպտեմբերին իրենք գրեթե նույնը արեցին Երևանում, այնտեղ հրաշք պատահեց եւ վերջի պահին հայտնի պատճառներով բավական նույնպես զավեշտալի ու ծիծաղելի, բայց նրանք չկարողացան հաղթել, բայց ԿՊ-ի հաղթանակը Պյուղոսյան էր, մենք ստացանք Տիգրան Ավինյան իր քաղաքապետարանով, իսկ Գյումրիում մենք ստացանք Վարդան Ղուկասյան, այսինքն 23 թվականը Երևանում չստացվեց, Գյումրիում ստացվեց։ Եվ դա շատ ողջ պլացդարմ է, այդպես որ մենք խոսեցինք Գագիկ Ծառուկյանի մասին, բայց ահա մենք կարող ենք հիշել եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Ռուբեն Վարդանյանին, որը նույնն էր առաջարկում միութենական պետություն, Թաթարստան, ոչ ոք չի մոռացել, չէ՞ որ նա ասում էր, դե ինչ կա, որ Հայաստանը կարող է Թաթարիայի, Թաթարստանի պես մաս կազմել Ռուսաստանի։ Դա եւ Քոչարյանի երազանքն է։ Ինչ որ բան կարող էր ըստ երևույթի անել խանգարելով դրան Սերժ Սարգսյանը, բայց նա որոշեց վերջին պահին չմիջամտել, թեև կարող էր, եւ փաստորեն Մարտուն Գրիգորյանը, որը
չվերցրեց մանդատը։ Նա վարվեց ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես ուղղակի քաղաքի տղա, ինչպես այդտեղ ասում են, այսինքն դա տղայական, այլ ոչ թե քաղաքացու, ոչ թե քաղաքական գործչի դիրքորոշում էր։ Չվերցնել մանդատը ընտանեկան նամուսի պատճառներով, այլ ոչ թե քաղաքական կամ քաղաքացի լինելու եւ պատասխանատվություն կրելու պատճառներով։ Այդպես որ մենք այստեղ տեսնում ենք մեր հասարակության իրական վիճակը։ Վաղուց է ասված, որ Չարիքի հաղթանակի համար շատ բան պետք չի, պետք է ուղղակի բարի մարդկանց անգործությունը։ Եվ մենք դա տեսանք, մեր անգործությունը, մեր անկարողությունը համոզել ժողովրդին, դա մեր մեղքն է, դա ժողովրդի մեղքն է, բոլորս մեղավոր ենք, ստանում ենք այնինչ ստանում ենք, արժանի ենք սրան։ Հիմա ինչ եք կարծում, ինչ բարքեր կհաստատվեն Գյումրիում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք։ Ցավոք սրտի սա շատ կանխատեսելի է, ցավոք սրտի, որովհետև դա չի լինի այն Վարդան Ղուկասյանը, որը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք էր տերն ու Աստվածը Գյումրիում, ոչ։ Հիմա դա լինելու է պարոն Կոպիրկինի կամ մեկ այլ ռուս հատուկ ծառայությունների, ռուսական ծառայությունների ոլորտը եւ նրանք այնտեղ են արդեն, նրանք եւ բազայում են եւ հիպատոսարանում են, իրենք շատ մեծ ոգևորությամբ պատրաստում են Գյումրին որպես պլացդարմ հաջորդ հարձակման, հաջորդ հարվածի համար, որպեսզի վրացական երազանքը դառնա հայկական մղձավանջ եւ այդ դեպքում փաստորեն հարավ-արևելյան Եվրոպա չդարձած այս տարածաշրջանը նորից կվերադառնա սկզբից հարավային Կովկասի, իսկ հետո Անդրկովկասի կարգավիճակի, եթե մենք շարունակենք մենք որպես հասարակություն եւ քաղաքական դաս այն խաղերը, որը վերջի ժամերին խաղում էր Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ։ Մեզ վերջին հնարավորություն է տրված փրկության, բայց արի ուտես, որ Գյումրվա դառը փորձը ճաշակած իշխանությունը այնուամենայնիվ փոխանակ փրկի պետությունը խաղում է շատ անձնական, նեղ եւ անձնավորված խաղեր ազգի ճակատագրի հետ։ Այ ինչ պետք է օրինական էր իշխանությունը Գյումրիի հետ կապված։ Խոսքը արդեն Գյումրիի մասին չէ, խոսքը Հայաստանի մասին է։ Եթե Հայաստանը արագ գնա դեպի Եվրոպա, գոնե այն արագությամբ, որով գնում է Մոլդովան։ Հստակ նշանակվեց պատասխանատու մարմին օրակարգ 27 թվականին վերջանալու են կվերջանան փաստորեն այդ նախապատրաստական աշխատանքները, ընդ որում ոչ միայն Մոլդովայում, այսօր ես տեսա, որ Ալբանիան կատարեց 12 պայմաններից 8-ը եւ Եվրամիությունը արձանագրեց դա, Ալբանիան է արագ մտնում Եվրոպա, որին ոչ մի բան չի սպառնում առանձնապես Ալբանիայի նկատի ունեմ։ Մոլդովան հասկանում է սպառնալիքները եւ շտապում է, իսկ մենք լսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ տատանվում է, գուցե պառատ գնա, Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգ է պատրաստվում գնալ։ Սա նշանակում է, սա ինչ ասես կարող էր նշանակել, եթե չլիներ Կայա Կալասի շատ կոնկրետ հայտարարությունը։ Եվրամիությունը հորդորում է չգնալ եւ ասում է, որ դա կլինի կարմիր գիծ։ Գնում եք Մոսկվա, կանգնում եք Պուտինի կողքը, եթե դուք չեք զգում, ընդ որում դա ասված էր ուղիղ Հայաստանին, որտեղ ուրիշ ոչ մի երկիր
այստեղ չի պատրաստվում գնալ։ Միգուցե Սերբիան, լավ, Սերբիան ու Հայաստանին։ Եթե դուք ուզում եք մտնել Եվրամիություն, չէ, բայց ինչ է Սերբիային ու Հայաստանին, բա Օրբանը, բանը, Հունգարիան։ Օրբանը եւ Ֆիցոն վաղուց Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամներ են։ Այդտեղ ուրիշ հարց է։ Եվ նրանց վրա ոչ ոք չի արձակվում։ Մեզ վրա արձակվում են եւ էստոնացիները, էստոնուհին Կայա Կալասը, որը շատ լավ գիտի Հայաստանի վիճակը, ինչ է ասում։ Եթե դուք նորմալ եք համարում, որ Հայաստանը աղետի հասցրած Ռուսաստանը, դավաճանած, որ Արցախը վաճառած եւ հայաթափած Ռուսաստանը հրավիրում է ձեզ եւ դուք գնում եք այնտեղ եւ կանգնում, եթե դա ձեզ համար նորմալ է, ապա մեզ համար դա նորմալ չէ։ Եթե առաջ չեն խառնվում, ասում են, թե գնում եք, գնացեք, հիմա եթե ձեր երեսը էս է, գնացեք։ Հիմա արդեն կոնկրետ ասում են, մեզ համար դա կարմիր գիծ է։ Դա նշանակում է, որ դուք չեք կիսում մեր արժեքները, իսկ մենք արժեքների համար ենք կռվում։ Այս պատերազմները, այս տնտեսական առճակատումը, այս քաղաքակրթական բախումը, սա արժեքների մասին է։ Եթե դուք այդ արժեքները չեք կրում, եթե դուք գնում եք Մոսկվա, եթե դուք ընտրում եք բոլշևիկին, ուրեմն ինչ գործ ունեք դուք Եվրամիության կազմում։ Ինչպես Օրբանին պատժում են, ֆինանսապես են պատժում, ձայնի իրավունքից են զրկում։ Այդպես որ դա շարունակվելու է, բայց մեր խնդիրը այլ է, Օրբանը իր խաղն է խաղում։ Մենք մերը չենք խաղում, մենք ուրիշի խաղն ենք խաղում։ Բայց մենք տեխնացու չենք, իրենց հայտարարությունները տեխնացու պետություններին էին ուղղված։ Մենք տեխնացու ենք։ Մենք հայտարարել ենք, որ գնում ենք, դա նշանակում մենք տեխնացու ենք։ Չէ, բայց թուղթ Թամբասուկովալնում իրենք հաստատում են, որ մենք տեխնացու ենք արդեն, նման գործընթաց չի եղել։ Չի լինի, եթե մենք այսպես վարվենք, չի լինի։ Այդ տեխնացուի թուղթը վիրավորական բան է, առանձնապես ես գիտությունների տեխնացու եմ։ Որոշ երկրներում այդ բաժանումը չկա, դու պաշտպանում ես տեսդ, դու դառնում ես դոկտոր։ Եվրոպայում, բացի Գերմանիայից այդպես է։ Ուղղակի սովետական միությունը գերմանական համակարգ էր գիտական աստիճանների վերցրել, երկու աստիճաններ են, տեխնացու հետո բան։ Մեզ դիտում են որպես տեխնացու երկիր եւ մեզ տրվելու է այդ բարձր կոչումը, այսպես ասենք, եթե մենք հիմարություններ չանենք, բայց մեզ կարծես թե դուր է գալիս հիմարություններ անել։ Ամենայն դեպս ես համարում եմ իշխանությունների գործելակերպը աղետալի Հայաստանի համար, աղետալի պարզապես այս հարցում։ Եվ սա ինչ հետևանք է կոնկրետ ունենալու, դուք ասեցիք, որ Կայա Կալասը հենց Հայաստանին էր դիմում, այդպիսով ո՞րն է լինելու դրա հետևանքը։ Կայա Կալասը չի գալու Հայաստան, իսկ դա նշանակում է, որ մենք դուրս ենք մնում Եվրամիության ծրագրերից։ Օրինակ 10 միլիոնը մեծ բան չի, բայց Հունգարիան արգելափակեց այդ 10 միլիոնը, Եվրոպան շատ հեշտ կարող է շրջանցել այդ հարցը։ Խնդիրը 10 միլիոնը չէ, խնդիրը այն է, որ Եվրոպան սկսում է ռազմական օգնություն Հայաստանին։ Եվ ճիշտ է, Հունգարիան արգելափակում էր Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի համար տրվող օգնությունը եւ այդ գործընթացները Եվրոպան տարբեր ձևերով շրջանցում էր դա։ Մի դեպքում փող էր տալիս Օրբանին, հետո հոգնեց այդ ախմախությունից ու պարզապես վետոյի իրավունքից զրկեց Հունգարիան, հիմա կոնսենսուս -1 է գործում հենց Հունգարիայի շրջանցելու համար, բայց մեր դեպքում այդ առաջին 10 միլիոնը, որը շարունակվելու է եւ հասնելու է միլիարդների,
կարող է չկիրառվել։ Եվ այդ դեպքում ինչի մասին է խոսքը։ Հայաստանը գտնվում է թշնամական շրջապատի մեջ։ Միակ փրկվելու միջոցը Եվրամիությունն է։ Ժողովուրդը անորոշության մեջ է։ Նման անպատասխանատու եւ արկածախնդիր քայլերը Հայաստանի իշխանության կողմից վերում են արտագաղթի։ Ծնողները սկսում են տղաներին փախցնել, որովհետև հասկանում են, որ պատերազմը այդ դեպքում հնարավոր է, եթե մենք Եվրոպայի մաս չենք կազմում։ Եթե կազմում ենք Եվրոպայի մաս, որպես տեխնացու, որպես հեռանկար ունեցող երկիր, պատերազմ չի լինի։ Դա հասկանում է ցանկացած հայ։ Եթե մենք կորցնում ենք այդ հնարավորությունը, ուրեմն արտագաղթը տասնապատկվելու է, ոչ մի տնտեսական գործունեություն չի լինի։ Ես մի օրինակ բերեմ։ Հին ընկեր ունեմ, որը զանգահարեց ինձ երեկ առավոտյան, կարծեմ, երբ որ այդ լուրը հասավ, Կայա Կալասի եւ Հայաստանի պատասխանը Կայա Կալասին, եւ ասեց Տիգրան ասաց, ես գիտես ամռանը պատրաստվում է պատշգամբի ապակիները փոխել։ Եվ ինչ ասացի։ Ուզում եմ հարցնեմ քեզնից, փոխեմ թե չէ։ Ես բնականաբար պատշգամբների մասնագետը չեմ, բայց ես հասկացա իմաստը։ Մարդը հարցնում է, մենք ռեմոնտ անենք, մենք մնանք մեր երկրում, թե փախչենք։ Նա ինձ է հարցնում։ Եվ ես չունեմ այդ պատասխանը նրա փոխարեն։ Ես ինձ համար գիտեմ, որ այո, մենք մնում ենք ու կռվում ենք։ Բայց ես հասկանում եմ, որ շատերը այդպես չեն մտածում։ Եվ Գյումրվա այս խայտառակությունը շատ շատերին թևաթափ է անելու։ Եվ այն, որ անպատիժ են մնացել բոլոր այդ ձկներն ու մկները, դա էլ է փոխում իրավիճակը։ Եվ այն, որ եվրոպական գաղափարը քննարկվում ու մերժվում է, չի ստանում զարգացում, որ օրենքը մինչև հիմա որևէ հետևանք չի ունեցել, որ չի նշանակվել պատասխանատու, որ գործադիր իշխանությունը չի էլ սկսում բարեփոխումները, շատ ու շատերին ինձ ծանոթ եւ անծանոթ մարդկանց բերում է շատ մռայլ հետևանքների ու մտքերի հետևությունների։ Բայց մենք հաղթանակ ունենք այդ օրը նշելու, դա նաև մեր հպարտության օրն է մայիսին, ասում է Ալեն Սիմոնյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանը չգնա 80-ամյակն են նշում։ Դա ողբերգության օր է, մենք 300,000 զինվոր ենք կորցրել եւ ի տարբերություն շատ այլ հանրապետությունների ոչ մի քառակուսի սանտիմետր հող չենք ավելացրել մեր երկրին, ինչպես օրինակ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելարուսը, որոնք բավական մեծացան։ Բայց խնդիրը դա չի։ Պուտինը միջազգային հանցագործ է, նա մարդասպան է, նա մարդակեր է, նա Ալիևի դաշնակիցն է։ Գնալ կանգնել Մոսկվայում Լենինի դամբարանի վրա, նրա մումիայի հարևանությամբ, Պուտինի մումիայի կողքին, դա քաղաքական ծանրագույն սխալ է։ Մենք դրանով դառնում ենք ոչ թե հաղթանակի համահեղինակ, մենք դառնում ենք հանցակից։ Մենք դրանով սեփական պարտությունը եւ նվաստացումն ենք օրինականացնում։ Այսինքն մենք չէ, Փաշինյանը նման քայլով նվաստացնում է Հայաստանը եւ հայոց պետությունը։ Եվ դա տրամաբանական շարունակություն ունի նրա այդ հայտարարությունների մեջ, որտեղ առաջարկվում է անջատել սահմանադրությունից անկախության հռչակագիրը, թլպատել մեր սահմանադրությունը,
լուծարել Մինսկի խումբը, ինչու՞ չէ լուծարել ամբողջ միավորված ազգերի կազմակերպությունը, դուք չեք ստեղծել, չէ, ոչ մեկը, ոչ մյուսը։ Այդ ամենը ծանրագույն քաղաքական սխալներ են։ Ես վաղուց չեմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ եւ առիթ չունեմ այլ կերպ ազդելու, գրում եմ, ասում եմ ձեր միջոցով։ Եթե նրանք լսում են ինձ, կարող են համարել, որ ես ծայրահեղական եմ դարձել, բայց չէ, ես նույնը միջ 2021 թվականին, երբ որ առաջին անգամ հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին եւ ասացի, որ եկել եմ այդ արտախորհրդարանական ձևաչափով ներկայացնելու Հայաստանի եվրոինտեգրման օրակարգը։ Մենք կարողացանք դարձնել այդ օրակարգը պետական քաղաքականություն։ Հիմա դա օրենք է, բայց այն չի գործում։ Եվ մենք չենք կարող հաշտվել կամ հանգստանալ, ասել դե որ հիմա արեցինք, լավ է, էլի։ Չէ, մենք ոչինչ դեռ չենք արել։ Մենք թուղթ ենք ստեղծել։ Այդ թուղթը ոչինչ չի նշանակում, մինչև մենք չբերենք Հայաստանը Եվրամիություն։ Ես դրա համար եմ ապրում եւ աշխատում։ Դա իմ կյանքի նպատակն է հիմա։ Բայց հիմա այդ գործընթացները իրենց հունով գնում են Եվրամիությանը հետ հարաբերությունները ավելի խորացնելու առումով, թե ոչ այս օրենքը ընդունելուց հետո։ Կատարվում են իրարամերժ քայլեր։ Հանդիպում են վիզաների ազատականացման համար հանձնաժողովներ։ Այս կամ այլ պաշտոնյան արտգործնախարարը կամ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպում են համապատասխան մարդկանց հետ։ Բայց երբ որ շատ կոնկրետ հարց է առաջանում, դա խորհրդանիշ է։ Դուք մեզ հետ եք, դուք եվրոպացի եք, թե դուք Օրբանի, Ալիևի, Էրդողանի պես ինչ-որ մի անհայտ բյուզանդա ասիական վաճառականներ եք, որ վազում եք Պուտինի մոտ, որովհետև նա 100 տոննա ոսկի է ձեր միջոցով, մաքսանենք միջոցով վաճառել իր բանակի կարիքների համար։ Մեզ այդ հարցն են տվել։ Եվ մենք այդ հարցին տալիս ենք կեղծավոր պատասխան, որ դե մենք էլ ենք մասնակցել, մենք տեղ ունենք։ Մասնակցել ենք, այո։ Մենք այստեղ պետք է նշենք, մենք Կիևում պետք է նշենք այդ ողբերգական Հոբելյանը, Կիևում, Եվրոպայում, այլ ոչ թե ասիական Մոսկվայում։ Պարոն Խզմալյան, վերադառնալով կրկին Գյումրուն, հա, դուք ինչ եք կարծում, իշխանությունները ուժ կկիրառեն Վարդան Ղուկասյանի նկատմամբ, թե ոչ, ճնշումներ։ Ուժ եւ ճնշումներ տարբեր բաներ են։ Ես կարծիքս հայտնել եմ, ինձ թվում է, որ կիրառվելու են ադմինիստրատիվ միջոցներ, պարզ է, ֆինանսավորման, շինարարության, բազմաթիվ այլ ոլորտներում տեղի ունենալու յուրահատուկ բոյկոտ։ Կարծում եմ, համենայն դեպս դա կլիներ տրամաբանական։ Մյուս կողմից պնդում եմ, որ Ռուսաստանը օգտագործելու է Գյումրին որպես պլացդարմ եւ քանի որ իրենք այնտեղ անարգել մուտք ունեն ռազմաբազայի պատճառով, իրենք կփորձեն իրականացնել իրենց ծրագրերը, նաեւ ֆինանսական օգնության ցույց տալու համար ինչ որ փոքրիկ բաներ, ոսկորներ, փշրանքներ այդտեղ կնետեն, որ ցույց տան, որ տեսեք, մենք ռուսական քաղաք ունենք, Ալեքսանդրապոլ, Լենինական Հայաստանում։ Այսինքն Գյումրին դառնում է որոշ ժամանակ ռուսական ֆորպոստ Հայաստանում, եւ դա շատ վտանգավոր է։ Այն առումով, որ եւ վիզաների լիբերալիզացումը, ազատականացումը չի գործի,
մինչև մեր սահմաններին կանգնած է FSB-ի զորքերը, մինչև Հայաստանում գործում է ռուսական ներքին անձնագրով մուտքի իրավունք, մինչև մենք չենք վերահսկում ամբողջությամբ երկրի սահմանները, մեզ թույլ չեն տա, որովհետև դա նշանակում է, որ մենք ռուսական FSB-ի համար պարզապես բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Հայաստանի միջոցով ներթափանցել Եվրոպա։ Ես առնչվել եմ նման բանի հետ, մենք օրինակ երբ որ Ռուբեն Ախվերդյանի եւ երաժիշտների հետ 23 թվականին մեկնեցինք Կիև, իհեճուկս եւ Ինիշան բողոքի 23 թվականին նույն օրերին, մայիսի 9-ին Փաշինյանը մեկնել էր Մոսկվա։ Մենք որոշեցինք գնալ Կիև եւ քանի որ ուղիղ չվերջ չկար, Մոլդովայում այս 4 ժամ չէին թողնում ու երբ որ ես ցույց էի տալիս փաստաթղթերը ուկրաինական դեսպանատան թույլտվությունը եւ հրավերները Կիևից մեզ վերջո ասացին, գիտեք, որ այս տարիներին, այս 2 տարվա մեջ 21-22 թվականին, 23 թվականի մայիսն էր 200 FSB-ի գործակալ Մոլդովայի միջոցով մտան Ուկրաինա հայկական անձնագրերով։ Ահա ինչու մենք չենք ուզում որևէ հայ մտնի Ուկրաինա Մոլդովայով։ Շատ դժվար գործընթաց էր, տանջալից։ Մենք փաստորեն վերջում կապվեցինք արդեն Մայա Սանդուի ադմինիստրացիայի հետ, որ կարողանանք մտնել Ուկրաինա։ Այսինքն սա լուրջ է եւ դա դեռ 23 թվականին էր։ Երբ Հայաստանը Եվրոպա մտնելու մասին չէր էլ խոսում։ Հիմա երբ որ մենք խոսում ենք եւ երբ որ եվրոպացիները ի տարբերություն մեզ իրանք խաղեր չեն խաղում, մենք լուրջ են մոտենում գործին։ Եվ նման դեպքում իրենք բնականաբար երկու անգամ մեզ չեն հրավիրել։ Որոշումները շատ արագ են ընդունվում հիմա։ Մենք ընդամենը 5 տարի ունենք, մինչև 30 թվական։ Ընդլայնումը ավարտվելու է Եվրոպայի։ Ով չի ասրել, նա դուրս կմնա։ Հայաստանի համար դուրս մնալը Եվրոպայից նշանակում է կիսվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Ոչ ավել, ոչ պակաս։ Այդպես որ մենք դեռ ունենք փրկվելու հնարավորություն։ Բայց մենք վատնում ենք այդ հնարավորությունները։ Իշխող կուսակցության ուղիղ մեղքով։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ, պարոն Կիրակոսյան, ստեսություն։